Բարև Փաշյան, բարև։ Բարև մեր հզոր վարչապետ։ Այսօր միակ դեպքն է, որ քեզ մի հատ տտուխոս չեմ ասելու։ Այդ ասենց համ քշվեմ, համ խոսամ, էլի քո թույլտվությամբ։ Իրոք քո կառավարման մեջ առաջին անգամ դու մեզ բոլորիս պարգևեցիր երջանկության պահեր, լրիվ լուրջակսեմ, չենք մոռանում, մենք ենք տերը մեր երկրի, վերջապես դու մի պահ ուզեցար պողպատե մանդատը վերցնել քո ձեռքը, մեր գերագույն վարչապետ, մեր հզոր Նիկոլ, մեր, չգիտեմ, ինչ գովեստի խոսքեր շռայլ եմ, մեր միջգալակտիկական կապիտուլյանտ, մեր սիրելի Փաշինյան Նիկոլ, այն ինչ ատդուշի դրանց այդ նախկիններին պորտատեղադրում արիր դու, ազգային ժողովում, բայց, ասեմ իմանաս պարոն Փաշյան, վսյոտակի սկսել ես ինքդ քեզ կոնտրոլի տակ պահել, ներող էլի սենց համ խոսամ, համ շվեմ, մեր մեծագույն վարչապետ, դու զգացիր, որ դու կարող է հուներից դուրս գաս, պարոն Փաշյան, գնացիր նստար այդ այն փոխվարչապետի Մեհեր Գրիգորյանը, ով է դրա կողեն, ու վրաս տաբլետ կեն հանիր, կցիր բերանըտ, նորմալ է, այդ պահեն, քու էտա ցեխոտ կոշիկներով մտար իմ աչքը, պարոն Փաշյան, լուրջակսեմ, եթե որ դու սկսել ես հասկանալ, որ քո նոպան կարա հանգստանա միայն բարձր դոզա ունեցող հոգեմետ տեղերով, դա միայն գովելի է, կատակ չեմ անում, լրիվ լուրջ եմ ասում, կեցե մեր հզոր Փաշյանը, իրոք կեցե, դա մեկ, էտա քո ելույթն որ նայեցի, պարոն Փաշյան, կներես, հազացի հուզմունքից էր, մեր լեգիտիմ, քո ելույթն որ նայեցի, մտքով տեղափոխվեցի ոչ վաղ անցյալ, ես որ մի քանի անգամ ասում եմ վաղով, որ մեր պարոն Փաշյանը չի գիտակցում աղբեր ես մարդը, որ ինքը վարչապետ է, ինքը մի ամբողջ երկրի ղեկավար է, ինքը այն ընդդիմադիր Նիկոլը չի, լավ ինչ որ այդ շեղվեն վաղով էդ էլի պարոն Փաշյան, անկախ հիշեցի այն կադրը, որ դու Առաքել Մովսիսյանը, նույն ինքը Շմայսը, սենց մի թեթև վիճաբանություն ունեցակ ազգային ժողովում, Շմայսը որ ասում էր դիշովկա, դու ասում էր դիշովկեն դու ես, Շմայսը որ ասում էր վերենգի տեղդ, այդ դիշովկա, դու ասում էր դու վերենգի տեղդ, հպարտություն ապրեցիր երեք վաղով, Զաթո մենք քո աջակիցներով հմենես քո ելույթն կիսվեր ենք, պարոն Փաշյան, ու ամենքս օրինակ վերնագիրեր ենք, սենց վերնագիր ենք գրել, վերջապես մեր պարոն Փաշյանը պողպատե մանդատը ուզում է վերցնել իր ձեռքը, հետո պարոն Փաշյան, այս գլխակ դարը խասյատ, գիտես, ես որ կսեմ քու հետևորդն եմ, քու չգիտեմ էլի, քու ամեն շորժու ձևին հետևում եմ ես, դու չես հավատում, էլ ինչ է գուզեիս էի, մորցա, հա քեզի հարցակիտան ազգային ժողովից, պարոն Փաշյան, կսեն էտա կոռուպցիա, եփ ակ բացահայտես, դու կելնես կսես ամեն օր հայտարարություն ակ տարածես, կսես բացահայտվել են կոռուպցիոն դեպքեր, այդ նախկին թալանցիները
Հատկապես այն Աննա Գրիգորյանը։ Հարգանք տերես Աննա Գրիգորյան ջան, առանց իրոնիա ակսեմ։ Այդ Աննա Գրիգորյանը վայթե քու կնոպկի տեղ են գիտա, պարոն Փաշյան։ Կնոպկեն գիտես, չէ՞ որնա։ Հետև քորելը չէ։ Վա, չէ, վա։ Հետև քորելը չէ։ Զգացել ես, բայց վաղո։ Հենց Փաշյանս կհերսոտի, սենց հիստերիայի մեջ ակնգնի, այլ հետևն չի քորի։ Զսպմա իրան մի ձև։ Վռազ եթե մնստում էտա տաբուրետքի վրա են, փեդից։ Ու էտա տեղն քաշում գլուխն։ Փոքր տաբլետ կեքեր։ Պարոն Փաշյան, դաբաղի դեղ որ վալբրիսով գրգեմ կարուն էլի դեմն։ Չորթնի թոքերդ։ Խմես։ Դաբաղի դեղ, չափանակի էլի։ Դե ասենք անասունները բանավոր հանում են արոտ։ Այտենց գիտեմ էլի ես։ Այդ յոնջիվրի թրթուրները որ չուտեն էլի։ Մտածում եմ քո առողջության մասին, լավ ինչ որ է։ Այդ Աննա Գրիգորյանը նախկին թալանցիներից, Ռոբերտ Քոչարյանի թևից, ոնց որ քո կնոպկի տեղն քթերա։ Այն լարովի խաղալիքներ կան, պարոն Փաշյան, որ ցած թելնկոշես, ճևծուս, չէ։ Հետո մատ կնոպկա կսխմես այդ, չգիտեմ, կապիկն սենց էտա բարաբան զանելով կեթա։ Կամ խոսքի մուկն վազելով կեթա։ Այնով էր։ Կամ լարովի խաղալիք, այդ աղջիկն վայթա քթեք ու կնոպկեն, պարոն Փաշյան։ Կնոպկի տեղն փոխա։ Այն աշկերան որ չլինի, քիթն որ չլինի աշկերը իրար մամա կշինեն։ Էտա Անահիտ Ավանեսյանին կանչի քո մոտ, ինքը թոսած ձեռն պահած, մի 5 կիլոմետրից գա, յանի բարևում է քեզ, էլի։ Այսինքն կարող ես սենց անը, որ ձենի վրա գա, պարոն Փետի չի տեն, Ես տեսել եմ այդ կոդրետին չուզի չէ, որ սենց կեթար առաջ, պարոն Փաշյանն էլ ընդ դու մորզեի այբուբենի ձեներն էիր հանում, պարոն Փաշյան, որ ինքը քեզ կտներ այդ շլդոն, խա, այդ դրա հետ խորհրդակցի շատ չտալացվեմ, էլի, թո մի հատ նորմալ անասնաբուժի, պլաստիկ վիրաբուժի, հասցե ասի, չնայած քո դեպքում անասնաբուժն էլ է նորմալ, այդ կնոպկի տեղն փոխա ուրիշ տեղ, գախնի պահա, ինկոգնիտո պահա, այդ կնոպկի տեղն թո իմանա մենակ խոսքի օրինակով, Օծեի պետը, թո տենց լնի, մենակ Աբազյան Արմենաս թո իմանա, բայց դու տեսար, իմ օրը վերեք ազգային ժողով գնայեի, լուրջա կսեմ, կիսաբաց լուսամուտներն աղկոյ էին կերը, այդ ամեն ինչի տեմ, լուրջա կսեմ, պարոն Փաշյան, դու էլ էլի գողիս նայա, այդ ազգային ժողովի նիստերից մի քանի հատված, իրոք, նայա այդ հատվածն, ու հատկապես ուշադրություն դարձա քո թիկունք չասեմ, տղամարդունն է թիկունք, լավ, թոլնի տղամարդու թիկունք, քո թիկունքում նստած կանանց, քո նշանակած կանանց, Սրբույի Գալյան, ընդելով կար, այն շլդոն, այն բուշլադի թևը, որ նստած էին, էլի, այդ կանանց հայացքը, երբ որ դու ջղաձգվում էիր, տեսախցիկները չեն ֆիքսե, բայց ամեն մեկը մտքով մտածում էր քու էշտերը այն բանից անեմ ես։ Բայց ամենաջիգար, պարոն Փաշյան դրան պարգևավճար տուր։ Ամենաջիգարով է։ Նկատիր դու վաղո։ Մերի միրա դուխին։ Մեր շատ սիրուն նախարարն է։ Սիրուն, իրոք սիրուն է։ Կապ չունի, որ ինքը պաստանի ծամանակ ծամա, ասма շնչառությունս եմ կարգավորում։ Մեր Սրբույի Գալյանը Էնիմալ դուխով վազեց եկավ կոյնավ քուկողիտ իրա պեպոյի կաստում շլվարով, դարջոյի հակով էր կարած լրիվ, բայց չեկավ, չեք ես պաշպանի, պարոն Փաշյան, եկավ կայնավ կողետ, որ մարդու բան չկծես, բան չճանգրես, այտենց դրա համար եկավ, ինչ որ է, քեզի թալանից հարցա կտան կորուպցիայից, Քեզ կսեն դու մի հատ մարդ կարում ես վերցես դադես, դու ինչ եք պատասխանես, ապրես, պարոն Փաշյան ասում են պոեզ, ասում են բերագերը պչենք քշենք,
Երբ ես արտասանելու ազգային ժողովի ամբյոնից շունը կերավ մի կատու, այք ես հիմար նապաստակ։ Քեզ կսեն կոռուպցիոն դեպքեր ես բարձրաձայնում, դատված մարդ կա, դու ինչա կսես։ Դուք ինչ գործ ունեք այս դահլիճում նստած, են ճղճղզենովդ, չենք մոռանում, դու Շմայսը, դիշովկա, դիշովկյան դու ես, ագարկա, ագարկյան դու ես, ագարկա էտիլ գրական պառա, քուֆր չենամ, էտի որ լորեցին մոտը նմա, գարծախողին ասմա ագարկա, այդ պառն էլի, վեր, այդ տարբերակն է, ուրիշ բան չկա, ես կուլտուրական եմ այսօր, գերող, հուզմունքից է, որ կսեմ պարոպաշյան էտա, սենց կոկորթային ես, ենթաստամոքսային գեղձով մեղձով գվարվի հուզմունքից։ Պարոպաշյան ազնվություն ունեց, էլի։ Ես լսել եմ, որ փոքրվաղ քեզ ազնիվ են ասե, երոք հավանտեղ։ Հելի ասա ժողովուրդ ջան, այդ պողպատ է մանդատ գորալն, այդ լենթով չագուչն, որս քորելով Երևանի փողոցներում ուխտալենի այդ քայլել են, դա PR շոու էր։ Ես քո քոնից ակ խոսամ էլի, քո իրավունք, քո թույլտվությամբ, ես չկրնամ Ավինյան Տիգրանին դա դեմ։ Այդ համբալի տղեն, ոտի բութմատ հոտոտողն, թե հոշոտողն, ինչ որ այա, էտի ունի կոմպրոմանտներ, իմ ու իմ կնգադեմ, ես չկրնամ էտ որ բան ասեմ, ազնվություն ունեցի, մեր ազնիվ վարչապետ, մեր լեգիտիմ, կամ քո ելույթի մեջ սենց մի հատ էլ դրվակ տեսա, ընենց դուրս եկավ, իրոք էլի, սենց որ նայում եմ, տվայտվում եմ, ընենց էի ծխկվե չէի կարամ հավքվե իրար վրա, ասում ես, ժողովուրդ ջան, ցիտում եմ քեզ էլի, քո թույլտվությամբ պարոն վարչապետ, գնացել էի մարզեր, գնում եմ գյուղեր, դե պարապես մնաց է, հետո քշես, գեթամ մարզեր, գեթամ գյուղեր, ժողովուրդի հետ խոսամ, կասեմ ժողովուրդ, ցիտում եմ էլի քեզ, դբրոցակ սարքեմ, մանգապարտեզակ սարքեմ, կապ չունի որ մի տարի տոք բլի, էտա, երեխեքի քաքի գարշոկների մեջի քաքի մակարդակն ակ ստուգեմ, չէ, լեյկայակ քանդեմ, գինակ ճշտեմ, մեր ժողովուրդն այդքանան չի գնահատում, էդի քո բարերով է, ու մեր ժողովուրդը էլի քո բարերով ասմա Քոչարյանն ու Սերժը ընչեն ազատության մեջ, այդ հմեն են հեչ, դու իրոք ես էլ չեմ հասկանում ես դու վաղով, ունեք խեն ազատության մեջ, մեր պարոն Փաշյանն էլ չի հասկանում, պարոն Փաշյան, ուրեմ այդ նագլի գյուղացիները քո հացի մեջ աղ չկա, 10 մատդ, բացի որ կողմես վառդ, մոմի պես վառես դրանք չեն գնահատի, բրիդ մեջ ծվածեղ անես, էլի չեն գնա, կուղադրը չգիտեն դրանք, դրանք գիտես ինչի նկատի ունեն, ես այդ վիվդն եմ արե, նայա, քեզ որ կսեն այդ դբրոց մանկապարտեզն հեչ, Քոչարյանն ու Սերժն չեն ազատության մեջ, գիտես քեզ իրանք զաուշնիով, հերրակայով ինչ են հասկսնում, չեն կարեմ էլի պրյամոյ ասեն, դե մենք կուլտուրական ժողովուրդ ենք, հատկապես մարզային բնակիչներս, ես էլ եմ մարզերից, իրանք ամանչում են էլի սենց պրյամիկոյ, ասեն քեզ, որ պարոն հարգելի Նիկոլ Փաշինյան, եթե դու ոչ մի նախկին թալանցի ցեյով չպտի դադեիր, եթե դու բդի թալաներ երգիրը ոնց որ իրանք, հել ավելի բետար, եշոխլեշ է, բա ինչի մարեկար նստար էտ աթորին, մանգապարտեզում երեխեքի գարշոքի մեջի քաքի մակարդակ ստուգելու մար, էտա գուզենս եմ պարոն Փաշյան, պրոստը որ դու ներվայնացած ես եմ, այդքանը չես կարամ հասկանաս, լուրջակսեմ, ասա եմ այդ տարբերակն, չէ, մեր հարազատ Գեղարքունիքի մարզի բարբարով իրանք գուզեն քեզ խասկսնեն դու վի խերին ես պետք, էտա գուզեն ասեն էլի պարոն Փաշյան, բայց քու մոտ նորմալ է կստացվի, սա հարև մեռի, հարևանի սարև, լուրջակսեմ, քեզի այդ մալ ուխտի տեղ դրա, չէ, ուխտը հալելն է, չէ, իշու տեղ դրած,
Կեթաս քայլես գյուղերով, ես ինձ որ Պարապաշյան ընձել բանարել է դա գեոլոկացիան գցա կամ այդան իրար հետ սիբե խավքելու։ Հա? Այո, դες ծծաշատ գյուղից Ռոման Նաշումյանն գրեց Սուտ ու փուճ աշխարհ Նիկոլի արածը չեն գնահատում։ Ռոմ ջան աներձակիդ մերը ոնց է։ Աներձակ եմ ասում, բաժանաղիդ մերը ոնց է։ Մի անգամ են Դոգի եւ ֆիրիտակ գրել էր մի քիչ կամանց կորա։ Բաժանաղիս մերը հոգե դարձալնեմ։ Թողեք դո ջամփեն կեթա այդ կնիկն։ Մադել բան նկատեցի, Պարոփաշյան, ասեմ ու սիկտիրս քաշեմ էտամ։ Այն որ նստար քու տեղը, նե։ Այն որ սենց շարժում արիր։ Մեր ժողովրդավար վարչապետ, մեր լեգիտիմ այսենց արիր, է։ Այդ են գաղութի բաներ իշ է, որ կոշում նստած ասել է։ Այն որ քո կամերում նստած տղեկից մեկից հեռախոս ես ուզե, հա։ Ասել ես վրազ գործ կա, զանգեմ էտա իմ կնգան ոնա, երեխաների մոր։ Ասեմ, որ Կարապետյան Աշոտի ջպի մեջ հերիքա քրդնես աղջի։ Ատե կամերա կա դրած, հեմեն կնկարեն։ Վաղը կոմպրոմանտի պես կճպստեն իմ երեսին։ Հետո այդ հեռախոսով զանգելուց հետո, երբ որ դու զանգել ես Բերդի պետի նույն հեռախոսով։ Եվ ասել ես, որ ձեր կամերում կա հեռախոս։ Էտա կլուշնիկ, էտա դուբինգեքով շներով որ մտել են։ Ձեր կամեր, որ հեռախոսն գտնեն։ Ոնց ես ցույց տվել Պարոփաշյանը մոտ է հեռախոսը, սենց։ Հա? Սենց ես ցույց տվել։ Կարող է սենց պետք է անել Պարոփաշյան։ Էտա պլինջ իշ նման ներքև էլի։ Չէ՞, թե մաքրում ես արդեն։ Քաշում ես հետ ուտում ես։ Չեն գնահատում, իրոք չեն գնահատում։ Զատո մենք քո բոլոր աջակիցներով քո ելույթն կիսվել ենք։ Ես հետո մեր երկու խոսքով էլ դիմեմ այդ ազգային ժողովի այդ նախկին թալանցիներին։ Չնայած առաջ անգամ եմ նստած ուխտ տենեմ։ Դե ուխտը միշտ պարկում է, էլի, սենց տենց գիտեմ, այն 4 ոտնցալում նստում է։ Ալենից գուշել եք, ժողովուրդ, ալենից գուշել եք։ Դու ուխտը вообще կարող է հեռու թքի։ Դրա շատ չկա ինքը մի քիչ հիստերիկա, ներվային է։ Ալենի, մեր Ալեն Սիմոնյանի հետ գուշել եք։ Էդի որ հանգարտ թքեց։ Դա շատ զզվելի process էր, չէ։ Աղջի շլդիկ ասելով գիտես, չէ ում հետ եմ։ Այն որ սա տնգասկի գաս, է։ Պարոփացապետ Պարոփասինան, էդի գյաս եմ, Անայտ Ավանեսյանն, աղամանի մանյակն։ Էդ որ սենց ուշադիր, են ում դեմքով էիր նայեմ, Արտեմոն Շան դեմքով նայեմ էիր էդ ամեն ինչին։ Արտեմոն Շուն էլ է բուրացինայի մուլտիկի մեջի։ Որ էդա գնայեիր, մելաքս տեսես թրաշ տապակաս։ Այդ ամեն ինչին։ Դու կարացար որպես առողջապահության նախարար ինչ-որ ախտորոշում տաս, քանի հոգի են դե հոգեկան հիվանդ։ Վարչապետի հասցեին չփորձես տես բան անես։ Ինքը հոգեկան հիվանդ չի, ինքը մեր բոլորի բեռը լուծը։ Բեռի լուծը էլի։ Վաղը ուղիղ իմաստով չէ լուծը։ Լուծը։ Իջավ դույց։ Մեր բոլորի բեռի լուծը քաշում գարտարել է դրել է իր ուսերին, դրել է իր վզին։ Դրա համար սենց ինքը մի քիչ կզած է քայլա։ Իր կրծքերով հանդերձ։ Դեսալի հույզվամ։ Դե կարող։ Սոտկի մեր Փաշյան բրծնի քեզնից։ Չեն գնահատում։ Պարոփաշյան, բայց մեր մեծագույն հզորագույն վարչապետ Տիգրան Ավինյանի կոմպրոմանտները շատ հզոր, հա? Որ վախում ես Անիֆի գործով դրա հետևին ձեռ տաս։ Թե չես ուզում այտենց վիվիշկա ձեռ տաս, որ հանկարծ չասեն մեր Պարոփաշյանը նկար ունի Գոմիկ Ռուստամի հետ։ Կարող այդ տարբերակը կա։
Տեսել ենք այդ նկար արխային ձերտուր։ Արխային ձերտուր։ Լսիլը Վայլբրիսով ոսկ գրգեմ, այդ ոսկեր էրա։ Ոսկեր, լոսկեր։ Դեպիլացիայի հիմար։ Զուգընկերդ հոչի բողոքում քեզնից։ Հետա որ իր հետ իր կենեք։ Ես արդեն սովորեցի մեր պարոն Փաշյան, ես էլ ասեմ ուռադելն եմ։ Սա հեստո որ մեկին ուզենամ կոպիտ խոսք ասեմ, մի բառ չեմ ասելու։ Սենց եմ անելու։ Այսենց։ Ու դա կոչվում է ժողովրդավար երկիր։ Բա երկրի վարչապետը ասում է համբալ տեղդ նստի։ Պարոն Փաշյան Տիգրան Ավինյանի հերանազգային ժողովում էր։ Բայց ուր ֆրայքսեր համբալ լստի, այդ Ավինյանի հերանն դե, այդ էլ աթարը դեպուտատ, Արտուր Ասատրյանի աղբոր Սադովնիկը, հա? Էդի եբ տարավ դեպուտատ, խաբար ես? Մեր պարոն Փաշյան երեք դորք աչք ֆրայքսեր համբալ, ձախք ֆրայքսեր համբալ, վայ թե հավաքարարը աշխատում էդի ազգային ժողովում, թե շվեցար, այդ սպիտակ բաբշկով, համեցեք, մտեք, անցեք սիկտիրել եք։ Ավինյանի հերն էլի, գուզասա իրանք հասարակ ժողովուրդ են, անիվի միլիարդները իրանց տուն չի մտեն, որ ասում է ինքը չեր կարը, ինքը տղամարդ չեր։ Խայ, միջելոց, ես էլ ասեմ ռադս քաշեմ էտամ, ես երբևիցե չեմ արկել էին ոչ մի վիդյոն կիսվեք ոչ մի տեղ։ Միակ պայմանը կոմենտները փակեք պահում, այդ պայմանը քննարկման ենթակա չի, կապի մեջ одноклассникով